Բարերձ հարգելի գործընկերներ, այսօր նորընտապանի հյուրերն են թուրք գրող հրապարակախոս Քադիր Աքնը, որը հեղինակն է հայ հեղափոխական Փարամաս Աբդուլ Համիդից մինչև երիտուրքերի ժամանակներում ընկերավարական հայերն ու ցեղասպանությունը գրքի հեղինակն է։ Մեր հյուրն է նաև սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ, պատմաբան, դոկտոր Եղիա Ջերեջյանը։ Եվ Քադիր ներկայացնեմ նաև Անիս Արուխանյանին, ով կթարգմանի, թուրքագետ Անիս Արուխանյանը կթարգմանի Քադիր Աքնի խոսքերը։ Եվ այսպես, պարոն Ջերեջյանի, թե կարելի է ներկայացրեք հյուրին, ներկայացրեք այն գիրքը, որը դրված է այսօր մեր սեղանին, որով հանդես է եկել գրողը։ Ներկայացնեմ, ասեմ, որ մոտավորապես մի տարի առաջ էր, ավելի քան մի տարի առաջ, լուր եկավ ինձ, որ գա Թուրքիայում մի երիտասարդ քաղաքական գործիչ, որ ունի ցախագոմյան հայացքներ, անդամ է ցախագոմյան կուսակցության եւ շատ հետաքրքրված է Փարամազի կյանքով, ուզում է ուսումնասիրություններ անել այդ մասին եւ նույնիսկ մի փոքր վավերագրական կինո սարքել։ Եվ նա փափակում է այցելել Բեյրութ, որովհետև Բեյրութում է գտնվում հնչակյան կուսակցության արխիվը, որում պատասխանատու էր նշանակելից կուսակցությունը։ Ես սիրով ընդառաջեցի եւ Քադիր Աքինը եկավ Լիբանան, ինչ որ հնարավոր էր արխիվներ դրամատրել իր հետաքրքրած ժամանակաշրջանին եւ անցին մասին, սիրով դրամատրեցինք այդ արխիվները։ Անշուշտ ինքը լայնորեն օգտագործեց այդ արխիվները եւ դուրս եկավ այս գիրքը անշուշտ նվիրված է Փարամազին, որպես կենտրոնական առանցք ընդունելով։ Սակայն նույնքան կարևոր է իր եզրակացությունը, որ հետևյալն է, որ ցեղասպանությունը իրականություն է, ճշմարտություն է եւ ոչ միայն ինքը անձնապես ընդունում է այդ ճշմարտությունը եւ ոչ թե միայն իր պատկանած կուսակցությունը իր ծրագրի մեջ հատուկ կետ ունի հայկական ցեղասպանության ճշմարտացիության եւ պահանջկով, որ իշխանությունները ճանչնան, այդ բոլորը ողքին նա լավապես ուսումնասիրած է Փարամազի կյանքը եւ ես կրնամսել եւ անշուշտ ինքը թուրք ընթերցողին է ներկայացած եւ ոչ թե հայ վերջին հաշվով իր տիտանգունեն կրնամսել որ ցարտ տշպախտապար թե բարեպախտապար չգիտեմ ցարտ Փարամազի մասի դպված նույնիսկ հայ հեղինակներու հետ պարտադած լավագույն գործը կամ գործերից մեկը կարելի է համարել։ Ճիշտ 3 տեղի ունեցավ 20 նախագահներու նահատակության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, ճիշտ հունիս 15-ին նրանք կախված էին։ Ինքը հրավիրված է այդ գիտաժողովին զեկուցելու Փարամազի մասին, շատ հոյակապ զեկույց էր իր հրածը, որու թարգմանությունները եթե լինեն բաժնվից ես, չգիտեմ, բարու եթե կան բաժնենք, շատ լավ զեկույց էր։ Այդ առիթով նաև այսօր հիմա ինքը հոս գտնում է սեմինարին մասնակցելու համար, վաղ արդեն պիտի վերադառնա։ Շատ բարի, լրագրողները ունեն հարց, դերևս ոչ։ Ես կխնդրեի անի կոնտանքը հաղորդեք Քադիր Աքինին, պատմի ինչպես է սկսել աշխատանքը գրքի վրա եւ ինչ է զեցել գրքով հայտնի։ Kitabın üzerine çalışmalarınız ne zaman başladınız? Neden başladınız? Ve kitapla neyi anlatmak istediniz? Kitapla ilgili aşağı yukarı 2 yıl önce çalışmalara başladım. Türkiye'deki sol sosyalist hareket kendi tarihini 1921'lerden başlatır. Ama 1921'den önce de o coğrafyada, o topraklarda sol ve sosyalist fikirler vardı. Paramaz ve arkadaşları, Hınçak Partisi, Taşnak Sütun Partisi sol ve sosyalist programlara sahip partilerdi. Onların grev örgütlenmeleri, emek mücadelesi, 1 Mayıs'lara yaptıkları katkılar ne yazık ki bilinmiyordu.
bu bilinmeyen bir tarihe Paramaz'ın simgesel olarak onun şahsı üzerinden bir ışık tuttum. Bilinmeyen karanlık bir dönemi açığa çıkarttım. Գրքի վրա սկսել եմ աշխատել 2 տարի առաջ, ինչի համար Թուրքիայում ձախակողմյան սոցիալիստական պատմությունը սկսվում է, Թուրքիայում համարվում է, որ սկսվում է 1921 թվականից, սակայն իրականում դրանից առաջ էլ Թուրքիայում եղել են սոցիալիստներ, ձախակողմյաններ եւ այդ պատմությունը սկսվում է շատ ավելի վաղուց, ոչ թուրքերի կողմից, հայերի, հույների կողմից վառ օրինակն հնչակյան եւ դաշնակցական կուսակցությունները, որոնք ձախեր էին եւ սոցիալիստներ էին այն ժամանակ, եւ նրանք են սկսում Թուրքիայում սոցիալիզմի պատմությունը, սոցիալիստական պատմությունը եւ ցանկանալով լույս սփռել այդ պատմական այդ ժամանակաշրջանի վրա սկսել եմ գրել Փարամազի պատմությունը, որպես վառ օրինակ վերցնելով Փարամազին եւ այդ տարածքում ներկայացնելով սոցիալիստական գաղափարների զարգացումը։ Paramaz'ın hayatı ve mücadelesiyle ilgili araştırmalar yaparken Beyrut'a gittiğimde Doktor Yegik Cerician'la buluştum ve Hınçakların arşivini bu çalışma için bir imkan olarak bana açtı ve çok faydalandım kendisinden. Gerçekten bilinmedik bir sürü bilgiye o sayede kavuşmuş oldum. Paramaz çalışması Türkiye'de şöyle anlamlıdır. Türkiye'de Ermeni soykırımına ilişkin kendisini demokrat, aydın, akademisyen olarak gören, kabul eden kesimde bir ön yargı vardır. Çünkü ciddi bir milliyetçilik mikrobu, virüsü bu aydın ve sol kesimde de egemendir. Dolayısıyla Ermeni soykırımı ve o tarihsel süreçte olup bitenler konusunda esas halkı aydınlatacak olan kanaat önderlerinin şimdi algısı ve fikri değişmeye başladı. Dolayısıyla bu Ermeni soykırımının kabul edilmesi ya da o tarihte olan bitenler konusunda daha objektif bir değerlendirme şansını Paramaz'ın mücadelesi ve o siyasal döneme ilişkin açığa çıkmış bilgilerin ışığında insanlar değerlendirecekler. Երբ որ սկսեցի ուսումնասիրությունը Փարամազի մասին, նրա կյանքի եւ գործունեության, գնացի Լիբանան, որտեղ ինձ օգտակար եղավ դոկտոր Երեք Ջերեջյանը, ինձ ներկայացնելով հնչակյան կուսակցության արխիվները, եւ ես շատ մեծ օգուտ ստացա այդ արխիվներից եւ բավականաչափ օգտագործել եմ դրանք իմ գրքում։ Ինչն է կարևոր այս կարևորությունը որն է այս գրքի Թուրքիայում նույնիսկ մտավորականությունը եւ գիտնականները շատ թյուր կարծիք ունեն հայոց ցեղասպանության վերաբերյալ, նրանց ըմբռնումները շատ թյուր են, սխալ են, քանի որ դրանց ճիշտ նկատման համար նրանց խանգարում է ազգայնականության միկրոբը, ազգայնականությամբ խեղված են նրանց մտածողությունը, ուղեղները, եւ հատկապես երբ հաշվի ենք առնում, որ ժողովրդին, հասարակ ժողովրդին գիտակցության բերելու, նրանց տեղեկացնելու խնդիրը դրված է այդ մտավորականության վրա, ապա հասկանում ենք, թե որքան ավելի վտանգավոր է իրավիճակը, եւ այս գիրքը նպատակ ունի այդ մտավորականության շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու եւ ազգայնականության քողը մի կողմ թողնելով նրանց իրականությանը ծանոթացնելու, որից հետո ավելի հեշտ կլինի հասարակ ժողովրդին տեղեկատվության մակարդակը բարձրացնելը։ Şunu da söylemeliyim. Ben Halkların Demokratik Partisi'nin kurucusuyum. Biliyorsunuz 7 Haziran'da Türkiye'de bir seçim gerçekleşti. Ve benim de kurucusu olduğum parti Türkiye'deki %10 barajın çok daha üstünde 80'ne yakın parlamentoya milletvekili gönderdi. Dolayısıyla Paramaz'ın dün İstanbul'da abi arkadaşlarının Edirne Kapı Ermeni mezarlığında anması da gerçekleştirildi. Bu ilki geçen yıl, bu sene sayısı daha da artan biçimde bu anmayı da gerçekleştireceğiz. Bir de bir nokta söylemeliyim. Aslında dünyada sosyalizm
önemli ölçüde sıkıntı ve bir kriz yaşıyor. Sözünü ettiğim sosyalizm o yıkılan sosyalizm değildir. Bunun altını özellikle vurgulamak isterim. Sen anlat öncelerini, onu sonra tekrar konuşuruz. Նախ ինչպես նախ տեղեկացնեմ, որ ես Թուրքիայում HDP կուսակցության, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից եմ։ Ինչպես գիտենք, վերջին հունիսի 7-ի ընտրություններին այդ կուսակցությունը անցավ պարլամենտ, 10%-ի շեմը հաղթահարեց եւ դեռ մի բան էլ ավելին հասավ 13%-ով անցավ պարլամենտ եւ 80-ից ավելի պատգամավոր կարողացանք մտցնել պարլամենտ եւ այս օրերին մենք հիշատակում ենք նաեւ Փարամասի այս իրադարձությունների միջոցառումները նախորդ առաջինը անցյալ տարի է տեղի ունեցել, այս տարի ավելի մեծ մասշտաբներով են նշելու այդ միջոցառումները եւ sosyalizmi մասին yani sosyalizm kavramını geçmişte başarısız olmuş, yıkılmış sosyalizmlerden ayırarak söylüyorum. Իրականում սոցիալիզմի գաղափարի մասին սոցիալիզմը նախկինում ճիշտ չգործածվելու պատճառով, ճիշտ չկիրառվելու պատճառով հաջողության չի հասել եւ դա չի նշանակում, որ մեղավորը սոցիալիզմի գաղափարն է, սոցիալիզմը ճիշտ կիրառվելու դեպքում ամենաճիշտ գաղափարն է։ Ճշմարիտ է դալի լրագրողները հարցնում են։ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան դրսևորում է շրջողական քաղաքականություն եւ այսպես ասած ձեր հայաներ քաղաքականությունը գործունեությունը այսօր չի վտանգում ձեր կյանքը Թուրքիայում դու այսօր կարողանում եք ազատ խոսել շրջել Թուրքիայում եւ գիրքը տպագրելուց ինչ խոչընդոտներ եք հանդիպել Türkiye soykırım konusunda Türkçe politikası yazıyor biliyoruz. Siz soykırımı bulup tanıyorsunuz, kabul ediyorsunuz. Türkiye'de Türkiye bu konuda size karşı, size doğru var mı yok mu? Ve bu kitabı yazarken size bir zarar, bir tehlike... Şimdi yani bu Ermenistan'da çok sık sorulan bir soru. Türkiye'de artık güçlü bir demokrasi ve toplumsal muhalefet hareketi var. Türkiye'de Ermeni soykırımını artık kabul eden önemli ölçüde bir devrimci demokrat kamuoyu var. Halkların Demokratik Partisi 80 tane parlamentoya vekil gönderdi. Partimizin eş genel başkanı Selahattin Demirtaş bütün seçim propagandası boyunca üstüne basarak Ermeni soykırımı kavramını kullandı. Ve önümüzdeki süreçte bu daha da fazla artacaktır. Özellikle bu tür çalışmalar bu meseleye ilişkin ön yargıyı ortadan kaldırmaya da yarayacaktır. Herhangi şu ana kadar da bir baskıyla karşılaşmadım. Այս հարցը շատ հաճախակի տրվող հարց է, ինձ շատ են տալիս, բայց պետք է նշել, որ Թուրքիայում այս տարիների ընթացքում բավականին ուժեղ դեմոկրատական եւ ընդդիմադիր շարժումներ են ձևավորվել, շարժումներ են տեղի ունենում եւ անգամ կուսակցությունների մակարդակով, մեր կուսակցության մակարդակով, HDP-ի մակարդակով, մեր համանախագահներից մեկը Սելահետին Դեմիրտաշը այս ամբողջ նախընտրական process-ի ընթացքում այս ցեղասպանություն արտահայտությունը շեշտելով է տարել իր նախընտրական քարոզչությունը, արդյունքում մենք կարողացանք այդ որպես ցեղասպանությունը ճանաչող կուսակցություն, այդ կուսակցությունից կարողացանք 80 պատգամավոր հասցնել պարլամենտ եւ ուզում եմ ասել, որ Թուրքիայում արդեն մտավորականության եւ հասարակության անգամ շատ մեծ զանգվածներ արդեն իսկ ճանաչում են ցեղասպանությունը, շատ մեծ տեղաշարժ է գրանցվել եւ մինչ այժմ այս գրքի հետ կապված որևէ ճնշում ինձ վրա չի տեղի ունեցել, չի գործադրվել. Bir şey eklemek isterim. Kitabın Türkiye'deki tanıtımını hem İstanbul'da hem de Ankara'da gerçekleştirdik ve bu kitabı tanıtırken yine basının önünde Beyrut'tan Hınçak Sosyal Demokrat Partisi temsilcisi Alex Köşkeryan da geldi. Hem İstanbul'da hem Ankara'da birlikte konuşarak kitabı tanıttık. Գրքի շնորհանդեսը տեղի ունեցել ինչպես Ստամբուլում, Թուրքիայում երկու տեղի ունեցել, ինչպես Ստամբուլում, այնպես էլ Անկարայում, եւ այս շնորհանդեսների ժամանակ մասնակցել է նաեւ Հնչակյան կուսակցության անդամներից Ալեքս Քոշկարյանը, եւ մենք միասին ենք այդ գրքի ներկայացումը կազմակերպել եւ միասին ենք ելույթներով հանդես եկել.
Գրքի անվանումը մեկ անգամ ևս չէի նշի։ Մի հեղափոխական փարամաս։ Մի հեղափոխական փարամաս։ Ermeni devrimci, hay hեղափոխական փարամաս, Abdülhamid'den İttihat Terakki'ye Ermeni sosyalistleri ve soykırımı. Abdülhamid'i yev İttihadi jamanak hay sosyalistleri yev ցեղասպանությունը։ Շատ բարի։ Դուք ասացիք շատ հետաքրքիր ձևակերպում, ցեղասպանությունը ճանաչած կուսակցություն է, ձեր կուսակցությունը։ Համենայնիվս ինձ համար դա ոչ էսպես ձևակերպում էր։ Կա արդյոք Թուրքիայում նման, դուք ասացիք կան զանգվածներ, մարդիկ, որոնք ընդունում են։ Իսկ քաղաքական կառույցներ կան, որ այնուամենայնիվ բացի ձեր կուսակցությունից ընդունում են ցեղասպանությունը։ Եվ եթե ընդունում են, ապա ինչպես, խոսքով լավ, ընդունում են թե ոչ, դեռ այսքան հետո հաջորդ հարցը։ Siz şey dediniz, bizim parti Soykırım bir parti. Evet. Soykırım bir parti. Ben ilk defa duyuyorum böyle bir şey Türkiye'de. Siz böyle geniş bir kitleler var, soykırımı tanıyan öyle bir şey dediniz. Ve sizin partiniz dışında başka bir siyasi partiler, siyasi örgütler var mı soykırımı tanıyan? Aslında Halkların Demokratik Partisi'ni size şöyle anlatabilirim. İspanya'da Pomedos, Yunanistan'da Syriza, Alex Tsipras başkanı, Türkiye'de de HDP, Halkların Demokratik Partisi. Bunlar önemli ölçüde birbirlerine benziyorlar ve bir tür cephe örgütlenmesi. Halkların Demokratik Partisi'nin içinde 8-9 tane sosyalist parti var. O partilerden bir tanesinin üyesiyim ben. Sosyalist Yeniden Kuruluş Partisi'nin üyesiyim. HDP bir cephe örgütlenmesi ve HDP'nin içerisindeki bütün bu sol örgütler, sol partiler soykırımı tanıyorlar ve programlarına yazmışlar. HDP-ն ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը այսպես կարող եմ ներկայացնել, այն մեկ կուսակցություն չէ, այն իրականում մի քանի կուսակցությունների 8-9 կուսակցությունների տարբեր կազմակերպությունների միավորում է իրականում, որոնք միավորվել են այս ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ես ինքս այդ HDP-ի ներսում գտնվող կուսակցություններից մեկի անդամն եմ իրականում, որը կոչվում է Yeniden Kuruluş Partisi։ Sosyalist Yeniden Kuruluş։ Սոցիալիստական վերակազմյալ կուսակցություն, այդ կուսակցության անդամ եմ, եւ այս բոլոր կուսակցություններով միասին կազմում ենք HDP-ն։ HDP-ի ներսում գտնվող այս բոլոր կուսակցությունները իրականում ճանաչում են հայոց ցեղասպանությունը եւ այդպես են ներկայացված HDP-ում։ HDP'nin içinde ayrıca ekolojistler, feministler, LGBTİ bireyler, Ermeniler, Rumlar, Çerkezler, inanç grupları, Aleviler, çok geniş bir yelpaze HDP. Բացի քաղաքական կուսակցություններից HDP-ում ներկայացված են նաև բազմաթիվ այլ տարբեր ինքնություն ունեցող խմբեր, ֆեմինիստները, բնապահպանները, անգամ սեռական փոքրամասնություններից, ազգային տարբեր փոքրամասնություններ, հայեր, հույներ, չերքեզներ, տարբեր անհատականություններ եւ շատ բազմազան տարբեր ինքնություն ունեցող խմբերի միավորում է HDP-ն։ Pardon, HDP'nin bu seçimlerde aday olarak gösterdiği 8 Ermeni vekil adayımız vardı. Bunlardan bir tanesi de Garopaylan parlamentoya milletvekili olarak girdi. HDP-ում այս ընտրությունների ժամանակ մենք ունեինք պատգամավորական 8 հայ տեխնատու առաջադրած, որոնցից մեկը կարողացավ աշեմը հաղթահարելուց հետո կարողացավ մտնել պարլամենտ, Գարոպայլյանը։ Շատ բարի, հարցից երկրորդ մասը կուզենայի տալ։ Պատրաստ է արդյոք այսօր կամ երբևէ պատրաստ կլինի թուրք ժողովուրդը ընդունել ճանաչել ցեղասպանությունը, որ այդպիսի բան տեղի ունեցել։ Եվ երկրորդը, ինչ է պետք, որպեսզի Թուրքիայի իշխանությունները այնուամենայնիվ ընդունեն կատարված ոճերը։ Bugün ya da başka bir gün Türkiye halkı soykırımı tanımaya hazır olacak mı? Ve ikinci soru,
Türkiye yönetimin tanınması için, soykırımın tanınması için ne gerekiyor? Türkiye'de geniş halk kesimleri 100 yıldır şövenizmin ve geliştirilen ajitasyon ve propagandanın etkisi altında, gerçekleri bilmiyorlar. Onlara 100 yıldır yalan anlatılıyor. Şimdi bu yalanlarla yüzleşme zamanı çoktan geldi. Tabii bunun öncüsü de öncelikle sosyalistler olmalı, demokratlar, aydınlar olmalı. Şimdi bu kanala Türkiye'de girildi ve geniş bir kesim eskiye oranla Ermenilere soykırım uygulandığı konusunda bir kanaati büyütüyorlar ve geliştiriyorlar. 100 տարի շարունակ Թուրքիայում լայն զանգվածները հասարակության ստերով են կերակրվել, ստերով են սնվել եւ այդպես են մեծացել։ Այժմ եկել է ժամանակը, շատ վաղուց է եկել ժամանակը առերեսվելու եւ սկսվել է արդեն խոսվել իրականության մասին, ցեղասպանության փաստի մասին եւ այսօր արդեն բավականին լայն զանգվածներ սկսել են ճանաչել ցեղասպանությունը եւ այդ փաստը տարածել։ İkinci soruya cevabım da şudur. Türkiye'de halk kesimleri bilinçlenip siyasi yönetimlere bu talebi yönelttiği ölçüde, bir toplumsal baskı unsuru olduğu ölçüde tabii ki bu gerçekleşecektir. Bu kaçınılmazdır. Պետությունը կճանաչի այն դեպքում, երբ որ հասարակ ժողովուրդը եւ մտավորականությունը հասնեն այդ գիտակցությանը եւ ներքևից ճնշում գործադրվի պետության վրա, այդ դեպքում միայն հնարավոր կլինի պետության կողմից ցեղասպանության ճանաչումը։ Իրատեսական համարում եք որևէ ժամանակաշրջանում նման իրավիճակ։ Böyle bir durum gerçekçi görüyor musunuz? Gerçekçi mi böyle bir durum? Olabilir mi? Halkların Demokratik Partisi'nin 80 tane vekil parlamentoya sokacağı da bir hayaldi. Ասում HDP-ի 80 պատգամավոր պարլամենտ մտցնելն էլ էր մի երազանք թվում, շերու երազանք թվում, բայց իրականացավ։ Վախի մտնոլորտ այս հարցի շուրջ կա Թուրքիայում։ Որ հարցի։ Ցեղասպանության ճանաչում։ Bu son konusunda Türkiye'de bir korku gibi bir şey var mı? Korkunç bir durum var mı? Kimler için? Türkiye'nin hamar. Türkiye'nin hasarak şahı sıradan halk Ճանաչողները ճանաչողները վախի ենթարկվում են վախի աստեցության տակ մտնում են tanıyanlardan böyle bir korku var mı Türkiye'de? Tabii ki Türkiye'de Hrant Dink'in öldürülmesi aslında bir fay hattında bir kırılmadır. Depremde faylar vardır ya, bir kırılma halidir. Hrant'ı öldürdüler ama Hrant'ın sonrasındaki mücadele Ermeni soykırımına bakış konusunda çok hızlı bir bilinçlenmeyi de beraberinde getirdi. Eskiye göre böyle bir korku ya da baskı yok diyebilirim. Իհարկե այս հարցում շատ մեծ չպետք է մոռանանք Հրանտ Դինքի ունեցած ավանդը, Հրանտ Դինքի սպանությունը ինչ-որ բան իհարկե կոտրեց այդ գործընթացում, սակայն դա նաև նպաստեց նրան, որ այս հարցում շատ արագ տեմպերով մեծանա տեղեկատվության մակարդակը եւ կարող եմ ասել, որ դրանից հետո տարված պայքարը ամբողջ դրա արդյունքում, եթե համեմատում ենք տարիներ առաջվա հետ, նախկին ժամանակների հետ, այսօր կարող եմ ասել, որ վախի եւ ճնշման մթնոլորտ չկա։ Պարոն Ջևեջյան, երևի մեկ հարց ես ձեզ ուղղեմ, կարող եք նկարագրել, ասենք, թուրք մտավորականների գործը, ավանդը, ինչ են անում այսօր այս ուղղությամբ թուրք մտավորականները։ Գուցե իդեմս Քադիրախումի ասեք, բացի այս գրքից ուրիշ ինչի արել, կամ ընդհանրացնենք մի հատ, թուրք մտավորական այսպես։ Ես շատ եմ կարևորում հայկական ցեղասպանության ճանաչման ասպարեզում այն հարցը, որ պետք է վերջին հաշվով ինքը ցեղասպանը ճանաչի։ Մեր բոլոր աշխատանքները եղել են տարբեր երկրներում, տարբեր խորհրդարաններում, միջազգային մարմիններում, որովհետեւ նրանք ճանաչեն,
որպես ճնշման միջոց, որպես օրինակ ծառայեն Թուրքիո իշխանություն, որ վերջի հաշվով ճանաչեն տա։ Սա կարևոր աշխատանքեր եւ պետք է դառնի, բայց ես կարևորում եմ այնինչ պահանջ, որ պիտի կա Թուրքիո ներսից, Թուրք ժողովրդից։ Եվ սա, ինչպես որ ասեց, եթե ժամանակին մի երևակայական բան անգարելի բան էր նկատվում, այսօր կան թուրքեր, թիվով քիչ, բայց նկատելի է, որ դարեց տարի շատանում են, որոնք բացրացնում են եւ այսօր մի հատ թուրք մտավորական եկել է Հայաստան եւ առանց վախի Երևանի մեջ նստած ասում է ես ճանաչում եմ հայկական ցեղասպանությունը եւ թուրք իշխանությունը պետք է ճանաչի տա։ Սրանից 10 տարիած եթե այս նման բանի մասին խոսեինք, երազադեսի դեր գտրվեինք, բայց այսօր կան դրանք եւ մեկը մյուսին քաչալերում են։ Մենք ինչպես կարող ենք օգնել այս ցևի մտավորականներին կամ նրանց բազմացման։ Ես կարծում եմ մենք պետք է անմիջապես դրանց մտավորական աշխատանքներին օժանդակենք։ Հայաստանը մեծ դեր ունի նրանց բերելու այստեղ ծանոթացնելու ավելի շատ իրականության, մեր ժողովուրդը իրենք պետք է մեր ժողովրդի հետ շփվեն, ժողովուրդը իրենց հետ շփվի եւ մարդիկ պետք է զգան, որ իրանց կատարած գործը քնահատողներ կան։ Այդ աշխատանքը պետք է դարվի եւ ես էլ կարծում եմ, չեմ շտաբում, չեմ բացարձակացնում, չեմ ուզում քերակնահատել, բայց փոփոխությունը մեծ է։ Եթե մեզի ասեին, ինձ ասեին ասկե 5 տարի առաջ, որ գիտեք, Փարամազի գերեզմանին բիդերտան թուրք երդասարտներ եւ իր նահատակության օրը ծաղիկ տնեն, ասի շատ քեղեցիկ երազ է։ Անցյալ տարի 25 երդասարտ կացին թուրք եւ հայ, այս տարի 70 երդասարտ գնացին Փարամազի ծաղիկ տրին Եվ այս ընթացքով հավանաբար կալ դարի 100-ը անցնի եւ քանի մը դարին 1000-ը անցնի, այնիշ որ երազ էր թվում այդեն իրականացվում է, մենք պետք է քաչալերենք եւ թիկունք կանգնենք։ Եվ ես համաձայն չեմ մի վտանգավոր քարոզչության, որ Երևանի մեջ ավելի հնչեղ է դառնում վերջերս, հետեւյալն է քարոզչությունը, ասում է քարոզչությունը, որ այս հայամետ թուրքերը, դրանք, որոնք ճանաչում են ցեղասպանությունը, քիրքեր են հրադարագում, սա այլ բան չէ, քան իշխանության գազագերբած գործը, որովհետեւ թուրքու իշխանությունը ցույց տա Թուրքիան, որպես ժողովրդավարական երկիր հանուն Եվրոպայի կամ այլ երկիրներում։ Գրնա ըլլալ հատուկենտ նման մարդիկ լինեն, չեմ բացառում, մենք բոլորին չենք ճանաչում։ Բայց մենք դադարում ենք Թուրքիային, որ չի ճանաչում։ Մենք ճանաչողին էլ պիտի մեղադրենք իշխանության գործակալության մեջ, լավ ինչ անենք։ Վերջի հարցով թուրքը որ ճանաչում է, պիտի ասենք դու գործակալ ես, գործ չունես մեզ հետ։ Սա սխալ քարոզչություն է։ Եթե կան նմանները, թող բացահայտենք եւ մեր հարաբերություն չունենանք, բայց եթե կա իրապես ազնիվ մտավորականը, որ դարիներ հետո ճանաչում է հայկական ցեղասպանությունը, ասենք դու գործակալ ես կապ չունենանք, սա վտանգավոր սխալ քաղաքականություն կլինի։ Համեցեք։ Ասեք քանի օրինակով է տպագրվել գիրքը եւ քանի լեզուներով հայերենով կտպագրվի թե ոչ։ Եվ որտեղ է տարածվելու։ Kitap kaç sayıda basılmış? Hangi dillerle? Ermenice olacak mı, olmayacak mı? Ve nerede? Yayında. Kitap Nisan'ın ilk haftası çıktı. Yani 2 ay henüz daha yeni tamamlandı. Ve şu anda ikinci baskısı da bitmek üzere. 3. baskıya kitap gidecek. 1350 adet basıldı ilk baskısı ve o tekrarlanıyor. Türkçe basıldı tabii ki. Türkiye'deki bütün kitap evlerinde kitabı bulabilirsiniz. Zaten oralarda satılıyor. Ermenice, Fransızca ve Almanca'ya çevrilmesi konusunda teklifler var. Bunları da değerlendireceğiz.
Գիրքը առաջին անգամ լույս է տեսել այս տարվա ապրիլի սկզբին, դեռևս 2 ամիս էլ չկա, բայց արդեն երկրորդ անգամ է հրատարակվել, երկրորդ հրատարակությունն է եղել եւ այժմ պատրաստում ենք երրորդ հրատարակությանը։ Առաջին եւ երկրորդ հրատարակություններից ամենամեծից հրատարակվել է 1350 հատ։ Այն այժմ վաճառվում է Թուրքիայի բոլոր գրախանութներում, գրվել է թուրքերեն, թուրք հասարակության համար, թուրքալեզու հասարակության համար, կան առաջարկներ թարգմանվելու հայերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն, այդ առաջարկները այժմ կգնահատենք եւ տեսնենք։ Այսինքն 2600 օրինակ արդեն սպառվել են։ Թուրք հասարակությունը ընթերցել է Արդյոք 2600 tane yani satılmış. Daha fazla şu an. 3000 tane satılmış diyebiliriz yani. 3000. Ավելի շատ ասում եմ, արդեն կարող ենք ասել 3000-ից ավելին վաճառվել է։ Վաճառվել է շատ։ Բարի արձագանքներ ունեցել եք։ Գրքի հետ կապված։ Kitap hakkında ne tepkiler oldu? Yani hep henüz kitaba Ve olumluları da, olumsuzları da. ben yani olumsuz bir tepki görmedim şu ana kadar. Yani belli ki ırkçıların ve faşistlerin henüz dikkatini çekmemiş olabilir. Ama olumlu özellikle akademi ve yazarlardan olumlu tepkiler geldi. Հիմնականում գիտական շրջանակներից եւ մտավորականներից դրական արձագանքներ են եղել, բացասական արձագանքներ դեռևս չեմ ստացել, հնարավոր է որ ֆաշիստները եւ ազգայնամոլները դեռևս չեն կարդացել գիրքը եւ բացասական արձագանքներ դեռ չեն արել։ Ներողություն, որովհետեւ ծեր հարցումը ամբողջանա մի հատ անիպ թարգմանի Եվրոպական որ քաղաքներում այս քրքի շնորհանդեսները եղել են, որ պատասխան էին։ Almanya'da Nürnberg'de, İsviçre'de Bern, Basel, Fransa'da Paris'te kitapla ilgili tanıtımlar yaptık. Paneller ve tanıtım yaptık. Եվրոպական քաղաքներից Փարիզում, Գերմանիայում Բեռնում, Շվեյցարիայում Բեռնում, Գերմանիայում Նյուրնբերգում, Almanya Nürnberg, İsviçre Bern, Basel, Fransa Paris. Բեռնում եւ Փարիզում տեղի ունեցել գրքի շնորհանդեսներ եւ ներկայացվել է ելույթներ։ Այսինքն այնտեղի թուրք մտավորականը կամ թուրք հասարակությունը եւս կարող է կարդալ այս գիրքը։ Oradaki Türkleri de Hնարավորություն ունեցել կարդալու այս գիրքը։ Tabii yani onlar çağırdılar zaten. Paris'te Türkler mi çağırdılar? Paris'te Sosyal Demokrat Hınçak Partisi çağırdı ama İsviçre ve Almanya'daki organizasyon Türklerin Այո, հենց թուրքերն էին ինձ կանչել այդ երկրներ, միայն Փարիզում է որ հնչակյան կուսակցություններ կանչել, մյուս երկրներում հենց թուրքերն էին կանչել եւ իրենց խնդրանքով է տեղի ունեցել։ Այսինքն այդ քաղաքների, այդ երկրների ուրեմն թուրքական համայնքը ձեռք բերել։ Ես հարցերի սկզբում հարցրեցի ինչ էիք ուզում ասել, եթե մեկ այսպես նորությունների նման մեկ նախադասությամբ ուզում ցանկանայի հարցնել, ինչ եք ասել այս գրքում, կարող եք ձևակերպել մեկ միտք։ Bir cümleyle bu kitapla ne söylediniz? Söylediğiniz şey bir cümleyle kısa. Bu kitapla aslında şunu anlatmış oldum. Ermeni soykırımı 1 milyona yakın Ermeninin öldürülmesi değildir sadece. Bir entelektüel ve kültürel mirasın da yok edilmesidir. Ve bu topraklardaki sosyalizm fikrinin de köklerinin zarar görmesidir. Եթե շատ կարճ ասելու լինեմ, ապա այս երգը գրելուց նպատակը այն էր, որ ցույց տամ, որ հայոց ցեղասպանությունը ոչ միայն 1.5 միլիոն հայի կոտորած էր, այլ նաև այդ նույն տարածքներում, այդ հողերում մշակութային եւ ինտելեկտուալ ժառանգության ոչնչացում էր եւ միևնույն ժամանակ սոցիալիստական գաղափարների միևնույն ժամանակ արմատախիլ է արվել սոցիալիստական գաղափարները։ Բայց չէ որ հետո սովետական միություն եղավ, սոցիալիստական միություն եղավ։ Չէ, Թուրքիայի մասին։ Թուրքիայում սոցիալիստական։ Շատ բարի։ Լրագրողներ, համեցեք ճշտող հարցեր։ Կխնդրեմ ասել հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որը կլինի ձեր հաջորդ քայլը։ Soykırımı tanıma sürecinde sizin adımlarınız, ertesi adımınız
gelecek adımınız hangisi olacak? Soykırımın kabul edilmesi yetmez. Özür dilenmesi lazım Ermeni halkından. Artı uğradıkları zararların tazmin edilmesine ilişkin bugünün koşullarında bir uzlaşmaya varılması lazım. Bunları madde madde tutar mısın? Devam edeceğim. Hayır. Peki. Ուրեմն ցեղասպանությունը միայն ճանաչելով չի ավարտվում, ցեղասպանությունը ճանաչելուց հետո պետք է առաջին հերթին ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրորդը պետք է վնասի փոխհատուցում տեղի ունենա եւ դա պետք է այսօրվա պայմաններին համապատասխան ձևակերպվի այդ վնասի փոխհատուցումը։ Diasporada yaşayan dağılmış ailelerin yaşayan üyeleri isterlerse gelip vatandaş olabilmelidir. Onlara vatandaşlık hakkı tanınmalıdır. Artı o süreçte olan biteni analiz edecek uluslararası bağımsız bir gözlemci heyeti oluşturulmalı ve süreç yeniden değerlendirilmelidir. Նաև այսօր Սփյուռքում ծրված հայ ընտանիքները, որոնք ցեղասպանության պատճառով այսօր ծրվել են Սփյուռքում, նրանց ողջ մնացած անդամների Թուրքիայի այդ տարածքներում քաղաքացիության հարցը պետք է լուծվի եւ նրանք, ովքեր որ ցանկանում են վերադառնալ եւ այդ հողերի քաղաքացիները դառնալ, տերերը դառնալ, պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ։ Եվ ահա այս պայմաններում պետք է միջազգային մի հանձնաժողով, մի պատվիրակություն կազմավորվի եւ այս process-ը, ցեղասպանության ճանաչման եւ հատուցման այս process-ը կրկին վերագնահատվի եւ լուծում կընտրել։ Ve nihayetinde bana soracak olursanız bu meselenin nihai çözümü için bu coğrafyada yaşayan, dün hep birlikte yaşamış bütün halkların bir ortak federasyonu kurulmalıdır. Yani Türkiye-Ermenistan federasyonu kurulmalıdır. Kürtler isterlerse bu federasyonun içinde yer almalıdırlar. Bunu ilk defa ben söylemiyorum. Bunu 1897 yılında Van'daki savunmasında Mateus Sarkisyan yani Paramaz zaten söylemişti. Եվ այս ամբողջ հարցի վերջնական լուծումը, հեռավոր վերջնական լուծում որպես ինչ կարող եմ ասել, պետք է տեղի ունենա այս տարածաշրջանում ապրող ժողովուրդների մի դաշնության կազմավորում, ձևավորում, որի մեջ ներգրաված կլինեն եւ հայերը, եւ թուրքերը, եւ քրդերն էլ, եթե ուզեն կարող են միանալ։ Այս գաղափարը ես չէ որ առաջին անգամ բարձրացնում եմ, սրա մասին դեռևս խոսել է 1897 թվականին Իլվանի դատարանի պաշտպանության ժամանակ ինքը Մաթեոս Սարգսյանը, այսինքն Փարամազը։ Բարի շատ շնորհակալություն։ Միակ հարց։ Համեցեք իհարկե։ Պարոն Ակին շատ ուրախ եմ որ այստեղ եք Երևանում։ Իմ համար հայ-թուրք ժողովուրդներու հարաբերության խնդիրը շատ ավելի խոր արմատներ ունի քան ցեղասպանության հիմնածը, որ միշտ այսօր կխանգարե այդ հարաբերություններու կայունացումը։ Հրանտինքի խոսքը գմեջբերեմ, երբ կսե երկու մոդիկ ժողովուրդ, բայց երկու հերու հարևան։ Ինչ են կայլերը, որ երկու կողմերը իրար հանդեպ վստահություն ունենան երկու ժողովուրդները եւ սկսին երկխոսության, որովհետեւ եւ Երևանի մեջ, եւ Մոսկվայի մեջ, եւ Անկարայի մեջ մենք որպես հայեր եւ դուք որպես թուրքեր իրարնե կարծես վիհերով հերույ է եւ այդ խնդիրը ես շատ կկայեմ։ Benim için daha önemli olan, soykırımdan daha önemli olan iki halklar arasındaki gerginlik ve ayrımcılık, düşmanlık. Bu iki halklar arasındaki uzaklığı, Hrant Dink'in sözlerini de hatırlatmak istedim. İki yakın halk ama iki uzak komşu. Bu iki halkları yakınlaştırmak için neler yapmamız gerekiyor biz Yerevan'da, siz Türkiye'de, İstanbul'da? Bu yani sivil inisiyatiflerin ve o ülkenin daha çok aydınlarının, milliyetçi olmayan, enternasyonel düşünen, demokrat ve aydınlarının ortak girişimlerini arttırmak gerekiyor ve çoğaltmak gerekiyor. İşte örneğin bu çalışma gibi
Bu onun ürünüdür. Paramaz örneğin Yegik'le beni birleştirdi. Şimdi dost ve arkadaş olduk onunla. Onun bu kitabın çıkmasındaki çabaları için bir kez daha teşekkür ederim kendisine. Örneğin DAEŞ çetelerine karşı Miştanur Tepesi'nde Paramaz kod ismini alarak yaşamını yitiren Supi Nejat Ağanası'nın da anısı önünde saygıyla eğiliyorum. O bir Türkiye'li devrimciydi ama iki halkın kardeşliği için Paramaz'ın ismini alarak gidip DAEŞ çeteleriyle, o mücahit İslamcı çetelerle çarpışırken yaşamını yitirdi. Bütün bunların hepsi çok kıymetli ve çok değerli. Ժողովուրդների միջև թշնամությունը, լարվածությունը վերացնելու համար առաջին հերթին պետք է մեծացնել հասարակական շարժումների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական կազմակերպությունների ակտիվությունը, ոչ ազգայնական չհանդիսացող, այսպես կոչված ինտերնացիոնալ կազմակերպությունների, մտավորականների, գիտնականների ազդեցությունը, նրանց գործունեությունը պետք է մեծացնել, ինչպես օրինակ Փարամազը միավորեց ինձ եւ ընկերոջս Փարամազից 100 տարի հետո Դաեշի խմբերի դեմ կռիվներում զոհվեց Փարամազ անունը վերցրած Սուպին եւ ահա տեսնում ենք, որ օգտագործելով Փարամազի անունը այդ գաղափարների ազդեցության տակ երկու գնաց պատերազմելու Սուպին Paramaz kod ismini alarak gidip orada yaşamını yitirdi. Yani bu işte bütün bunlar iki halkın kardeşliği için kıymetli. Այս բոլոր տեղի ունեցած գործընթացները երկու ժողովուրդների մոտեցման համար շատ կարևոր են։ Շնորհակալություն ուզում հայտնել։ Ձեզ Ձեզ շնորհակալություն։ Հրաշալի պարտմանություն։ Շատ շնորհակալություն, այդքան ինֆորմացիա ստանալու կարողանալ արտադրել դա բացատրություն։ Շատ շնորհակալություն։ Bir kitap kendisine vermek istedim. Ես շնորհակալ եմ իրեն ծառայել։